Երբ 2004 թվականի աշնանում Հայաստանի նախագահի մամլոք հարտուղարը բացեց փաթեթը, նա չհավատաց իր աչքերին։ Փաթեթի ներսում էր Մեսրոբ Մաշտոց շքանշանը, երկրի ամենաբարձր մշակութային պարգևը, որը 80 տարեկանում շնորհվել էր Սիլվա Կապուտիկյանին, հայոց ազգի մայրին, կնոջը, ում անունը 3 սերունդ արտասանում էր սրբագրությամբ։ Շքանշանը կցված էր նամակին, որտեղ 87 տարեկան պոետեսան գրել էր իր վերջին բանաստեղծությունը, առանց ռիթմի, առանց հանգավորի, բայց այնքան սուր, որ քարտուղարը երկար ժամանակ չկարողացավ շարժվել իր աթոռից։ Նա գրել էր, որ չի կարող գրել այն պարգևը, որն իրեն շնորհում է իշխանությունը, որը հրապարակում է ցուցարարների, իր երեխաների, իր ժողովրդի կրակով։ Բայց այս շքանշանը եղավ միայն վերջնական նախադասությունը այն դատավճռի, որը սկսվել էր շատ ավելի վաղ, մի անձնական օրագրում, որ այսօր չկա։ Ընտանիքի անդամներն ասում են, որ Սիլվան վերջին 15 տարիների ընթացքում վարել է խիստ գաղտնի օրագրեր, մոտ 7 մեծ նոութբուքներ, որտեղ գրել էր ամեն ինչ, ինչ տեսել էր իր սիրելի Հայաստանի անկման մասին։ Նա գրել էր անկախության առաջին օրվանից, երբ երկիրը դեռ հավատում էր իր ապագային։ Մինչև 2006 թվականի վերջին ամիսները, երբ արդեն հասկացել էր, որ ժամանակ չի մնացել։ Օրագրերում եղել են անուններ, ամսաթվեր, խոսակցությունների գաղտնի արձանագրություններ, նամակներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Երբ նա մահացավ 2006 թվականի օգոստոսի 26-ին, նրա ամենամոտ մարդիկ որոշեցին, որ այդ օրագրերը պետք է մնան ընտանիքում, թաքցված հանրության աչքից։ Բայց մի տարի հետո, երբ նրանք վերադարձան այդ նոութբուքները կարդալու, գտան միայն դատարկ տարակներ։ 7 մեծ նոութբուքներ անհետացել էին, առանց հետքի, առանց բացատրության։ Ո՞վ էր առել դրանք։ Ինչ գաղտնիք էր պահում այն կինը, որը 3 սերունդ համարում էր իր մորը։ Ինչպես այդ կինը, ով իր կյանքի 61 տարի հանդես էր գալիս որպես համակարգի հավատարիմ դուստր, վերջում դարձավ նրա ամենաանկեղծ քննադատը։ Ինչպես Սովետական միության ամենահամեստ, ամենախոնար գրողուհիներից մեկը, ում բանաստեղծությունները երիտասարդ աղջիկները ցերկով էին գրել եւ փոխանցել ուսանողական հանրագացարաններում։ Վերջում վերադարձրեց այն շքանշանը, որը իր ողջ կյանքի իմաստն էր։ Այդ փոխակերպումը սկսվեց շատ ավելի վաղ, քան բոլորը կարծում էին։ Կարող է դեռ այն օրերից, երբ նրա հայրը մահացավ խոլերայից, թողնելով ընտանիքին դաշնակցական անցյալի վտանգավոր ժառանգությունը։ Կարող է այն պահից, երբ նա սովորեց ապրել կրկնակի կյանքով, հանրային պոետեսա եւ գաղտնի կասկածով լի կին։ Այդ կրկնակիությունը դարձավ նրա կենսաբանական ապրելավոճի առանցքը, եւ գուցե հենց դա բացատրում է, թե ինչու նա վերջում կարողացավ տեսնել ավելի խորը, քան մյուսները։ Բայց Սիլվա Կապուտիկյանի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ, մի ժամանակներում, երբ ողջ աշխարհը կործանվում էր եւ նոր աշխարհ էր ծնվում դրա մոխրի վրա։ Երբ 1919 թվականի հունվարի 20-ին կամ 5-ին Երևանում ծնվեց փոքրիկ աղջիկը, նրա հայրը արդեն 3 ամիս էր ինչ մահացել էր խոլերայից, թողնելով երիտասարդ մորը միայնակ 4 երեխաների հետ, քաղաքում, որը դեռ փորձում էր գանկնել վերագանկնվող Հայաստանի վերջին ավերակների վրա։ Այդ աղջկա մայրը աշխատում էր տիկնիկների թատրոնում, շարժվում էր փողոցներից փողոց, որպիսի իր երեխաները ստանան մի կտոր հաց։ Եվ գիշիշերները, երբ փոքրիկ Սիլվան քնած էր, նա պատմում էր նրա ականջին պատմություններ իր սեփական մոր մասին, կնոջ, ով փախել էր Վանից 1915 թվականին 4 դուստրերի հետ, թաղելով իր կնիքը գետի հողի մեջ, թողնելով տունը, որը թուրքերը հետո այրել էին։ Այդ պատմություններն իջան Սիլվայի հոգու մեջ այնպես խորը, որ երբ նա սկսեց գրել իր առաջին բանաստեղծությունները 14 տարեկանում, 1933 թվականին, տեղական թերթերում, նա գրում էր ոչ թե իր սեփական կյանքի մասին, այլ այն կյանքի մասին, որը երբեք չէր ապրել, բայց որը ժառանգել էր որպես հավերժական ցավ։ Նա գրում էր իր տատիկի մասին, ում երբեք չէր տեսել, բայց ում դեմքը ներկայացնում էր ամեն գիշեր, երբ փակում էր իր աչքերը։ Նա գրում էր տանը, որը այրվել էր, սեղանի մասին, որտեղ նրա տատիկը պատրաստել էր հաց, մանկության մասին, որն ավարտվել էր մի բահի մեջ, երբ սկսվեց արյունը։ Բայց ավելի կարևորը, նա գրում էր ապագայի մասին, մի ապագայի, որը երբեք չպետք է կրկնվեր անցյալը։
Երբ նա 19 տարեկանում ավարտեց Երևանի 19 համարի դպրոցը և մտավ Երևանի պետական համալսարանի ֆիլոլոգիայի ֆակուլտետ, Հայաստանը դեռ հավատում էր, որ Սովետական միությունը կարող է տալ այն անվտանգությունը, որը ժողովուրդը երբեք չէր ունեցել։ Կարմիր բանակը պաշտպանել էր նրանց թուրքական ագրեսիայից, կարմիր դրոշը երաշխավորել էր, որ հացը կգտնվի սեղանին ամեն օր։ Բայց Սիլվայի ընտանիքում ապրում էր մի գաղտնիք, որը նա երբեք չէր կարող բարձրաձայնել։ Նրա հայրը, ով մահացել էր մինչև նրա ծնունդը, եղել էր դաշնակցական։ Կապված էր այն շարժման հետ, որը պայքարում էր հայկական անկախության համար, նույնիսկ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ։ Իսկ Սովետական միությունում դաշնակցականները համարվում էին թշնամիներ։ Այսպիսով, մինչ Սիլվան սովորում էր համալսարանում և կարդում Պուշկինին և Լերմոնտովին, մինչ Ջորջ Կամպելովին նոր հայ լեքսի սովորում էր գրել ռուսերենով և թարգմանել հայերենից, նա գիտեր, որ նրա կենսակրթության մեջ գոյություն ուներ մի թունավոր գիծ, որը պետք է ծածկեր ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ նրան հարցնում էին իր հոր մասին, նա պատասխանում էր խորհրդավոր, մոռանում էր ամսաթվերը, խառնում էր փաստերը։ Նա սովորել էր ապրել կրկնակի կյանքով, մի կողմից հայրենասեր պոետեսա, մյուս կողմից կին, ում ընտանեկան արմատները կապված էին այն շարժման հետ, որը Մոսկվան ատում էր։ Այս կրկնակիությունը դառնում էր նրա կենսաբանական ապրելաոճի կենտրոնական առանցքը, և գուցե հենց դա բացատրում է, թե ինչու նա վերջում կարողացավ տեսնել ավելի խորը, քան մյուսները։ 1941 թվականին, երբ նա ավարտեց համալսարանը, նա միացավ Հայաստանի գրողների միությանը և դարձավ մաս այն համակարգի, որի հանդեպ նրա սրտում միշտ ապրել էր թեթև տարակուսանք։ Նույն թվականին նա ավարտեց ֆիլոլոգիայի ֆակուլտետը, և երկրպագուները սկսեցին խոսել նրա մասին որպես հայ կանացի հոգու նոր ձայնի։ Բայց եվրոպական մտքի հետ ծանոթ ընթերցողները տեսնում էին մի բան ավելին։ Նրա տողերում կար մի դառնություն, մի անհանգստություն, որը չհարմարվում էր սովետական օպտիմիզմի մի պաշտոնական լեզվին։ Նա գրում էր սիրո մասին, բայց դա ոչ թե միամիտ երիտասարդական սեր էր, այլ ցավալից, խորը կապ, որը կանխազգում էր կորուստների մասին։ Նա գրում էր մայրության մասին, բայց այնտեղ միշտ էր ներկա մահվան ստվերը։ Նրա եղբայրը բանտարկվել էր 30-րդ տարիներին, ճիշտ այն ժամանակ, երբ Ստալինի մեծ զտումները քայքայեցին միլիոնավոր ընտանիքներ։ Սիլվան միշտ պահում էր լռություն այդ մասին, բայց նրա ընկերները հիշում են, թե ինչպես էր նա անհանգստանում, երբ ուշ գիշերները Մոսկվայի ամբողջովին տարբեր մութ անկյուններում հարցնում էր, արդյոք իր նամակները ստանալու են նրա եղբորը։ Նա ապրում էր կրկնակի կյանքով, և այդ կրկնակիությունը սկսում էր քայքայել նրան ներսից։ Բայց 1945 թվականի գարնանը, երբ հաղթանակի օրը մոտենում էր, Սիլվան որոշեց, որ պետք է լինի լոյալ։ Ընտրությունը արված էր։ Նա համակարգի մասն էր։ Նա կօգտագործեր այդ համակարգը, որպեսզի պաշտպաներ իր ժողովրդին, որպեսզի պահպաներ հայ մշակույթը, որպեսզի վերապրեր այդ ընտանեկան վիրավորումները, որոնք կապված էին նրա անցյալի հետ։ Բայց արդյոք նա իրականում հավատում էր դրան, թե պարզապես խաղում էր դեր, որը հարկավոր էր ապրելու համար։ Եվ արդյոք այդ ընտրությունը, որը կատարվել էր այնքան վաղ նրա կյանքում, երբեմն չվերածվեց նրա ամենամեծ ափսոսանքի։ 1965 թվականին նա հրապարակեց իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն «Այս օրերին», որն անմիջապես դարձավ սենսացիա։ Նրա տողերը խոսում էին երկրի վերածնության մասին, երիտասարդ սերնդի հույսերի մասին, նոր աշխարհի ծննդյան մասին։ Մոսկվայի գրական վերնախավը ուշադրություն դարձրեց, և նա հրավիրվեց առաջին համահյուսակային երիտասարդ գրողների համաժողով, որտեղ հանդիպեց լեգենդար գրողների, ովքեր հետագայում կդառնային նրա մոտ բարեկամները։ Նույն թվականին նա դարձավ համայնքային կուսակցության անդամ։ Դա էր այն պահը, երբ նա կատարեց ընտրություն, որի մասին հետո հնարավոր է ափսոսում էր իր ողջ կյանքի ընթացքում։ Մոսկվան դարձավ նրա երկրորդ տունը։ Հայաստանից հեռու, դեպի կայսրության սիրտը, նա սկսեց ճամփորդել ավելի և ավելի հաճախ։ Այնտեղ նրա բանաստեղծությունները թարգմանեցին Բուլատ Օքուջավան, Յունա Մորիցը, Բելլա Ախմադուլինան, մարդիկ, որոնք դարձան ռուսական պոեզիայի հսկաներ։
Նրա տողերը սկսեցին տարածվել համահյուսակային տարածքում։ Կրթահաղճիկները ձեռքով պատճենում էին նրա սիրո և կրքի բանաստեղծությունները իրենց նոութբուքներում և կարդում գիշերները, երբ ուսանողական հանրակացարանների լույսերը մարում էին։ Սիլվա Կապուտիկյանը դարձավ խորհրդանիշ։ Սակայն այդ խորհրդանիշի տակ թաքնված էր մի կին, ով դեռ չէր մոռացել իր հոր դաշնակցական անցյալը, չէր մոռացել իր տատիկի կնիքը, որը թաղված էր Վանի հողի մեջ։ 1964 թվականից մինչև 1986 թվականը նա գրեց 3 մեծ պրոզայի գրքեր. «Կարավանները դեռ ճանապարհին», «Մերթյանները քարտեզի և հոգու» և կրկին նույն մերթյանները։ Այս գործերը ներկայացնում էին Սփյուռքի հայերի կյանքը, այդ կորած ժողովրդին, որը ցրված էր աշխարհի 4 անկյուններում։ Նա պատմում էր կանանց մասին, ովքեր ծերացել էին օտար երկրներում, միշտ երազում էին վերադառնալ հայրենիք, բայց երբեք չստացան այդ հնարավորությունը։ Սակայն այդ գրքերում կար ևս մի ուղերձ, որը նախազգուշացում էր ապագայում։ Ինչու էին հայերը միշտ ուղարկվում Սփյուռք։ Այդ հարցերը սկսեցին փոքրինչ կրծավել նրա տողերի մեջ, և գուցե հենց այդ հարցերն էին, որոնք նա գրում էր իր գաղտնի օրագրերում, այն 7 նոութբուքներում, որոնք հետագայում կանհետանային։ 1970 թվականին նրան շնորհվեց մշակույթի վաստակավոր գործիչ կոչումը Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունում։ Պաշտոնապես նա կանգնած էր գագաթին։ Նրա պատկերը կախված էր դպրոցներում, նրա բանաստեղծությունները սովորեցնում էին դասարաններում, նրա անունը արտասանում էին հարգանքով։ Բայց մինչ պաշտոնական Հայաստանը տոնում էր իր գործերը, Սիլվան սկսում էր տեսնել ճաքերը, որոնք երևում էին համակարգի մեջ։ Նա տեսնում էր, թե ինչպես էր կոռուպցիան սպառում կուսակցական ապարատը։ Տեսնում էր, թե ինչպես էր քաղաքացիների կյանքն ավելի և ավելի դժվարանում, մինչ էլիտան ապրում էր ռոսկոշ կյանքով։ Տեսնում էր, թե ինչպես էր հայկական մշակույթը թանտաղորեն սառչում Մոսկվայի ստվերում։ Եվ այդ բոլորը նա սկսեց գրել իր օրագրերում։ Այն օրագրերում, որոնք մի օր կանհետանային առանց հետքի։ 1988 թվականի փետրվարի 26-ին, երբ Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը ներս մտան Կտրեմլի գրասենյակ, որտեղ Միխայիլ Գորբաչովն սպասում էր նրանց, ամենամոտ ընկերուհին հետագայում կպատմեր, որ Սիլվան խոսեց 7 րոպե առանց դադար, առանց շնչելու։ Կարծես վախենում էր, որ եթե կանգ առնի, Գորբաչովը կկտրի նրան և կկարգադրի նրան դուրս գալ։ Նրա ձայնը դողում էր, բայց ոչ թե վախից, այլ զայրույթից, որը շատ տարիներ շարունակ կուտակված էր նրա հոգու խորքում։ Նա պատմեց Արցախի մասին, մարդկանց մասին, ովքեր տասնամյակներ շարունակ ապրել են Ադրբեջանի վարչակարգի տակ, զգալով երկրորդ դասի քաղաքացիներ, զգալով, որ իրենց լեզուն, իրենց մշակույթը դանդաղորեն մեռնում են։ Գորբաչովը լսում էր, բայց նրա դեմքը մնում էր անշարժ, ինչպես քար, և երբ Սիլվան ավարտեց, նա միայն ասաց, որ կքննարկի այդ հարցը, բայց երաշխիքներ չտվեց։ Նրա ընկերուհին հիշում է, թե ինչպես էր Սիլվան ետ դառնում Երևան։ Լռելի այն, նստած ինքնաթիռի պատուհանի մոտ և նայելով դեպի ներքև, դեպի այն հողը, որի համար նա պայքարել էր ամբողջ իր կյանքը, հասկանալով, որ այդ հանդիպումը եղել է պարապ ժեստ և որ Մոսկվան երբեք չի լուծի Արցախի հարցը։ Նրա ընկերուհին ասում է, որ հենց այդ պահից Սիլվան սկսեց տարբեր կերպով գրել իր օրագրերում, ոչ թե հույսի մասին, այլ դատապարտված ժողովրդի մասին։ Երբ 1989 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, Սիլվան դարձավ դրա խորհրդանիշներից մեկը։ Նա կանգնում էր բազմահազար հավաքների առջև, նրա ձայնը հնչում է մեր ռադիոյով և հեռուստատեսությամբ, նրա անունը արտասանում էին երիտասարդները, ովքեր դուրս էին եկել փողոց պահանջելու արդարություն։ Բայց նրա անձնական ծանոթները հիշում են ավելի մութ պատկեր։ Նրանցից մեկը, ով համաձայնվեց խոսել միայն անանուն պայմանով, պատմում է, որ Սիլվան յուրաքանչյուր երեկո իր տուն վերադառնում էր հոգնածությամբ, որը գերազանցում էր սովորական ֆիզիկական հոգնածությունը։ Նա նստում էր իր աշխատասեղանի մոտ, բացում իր գաղտնի նոութբուքը և գրում էր ամեն ինչ, ինչ տեսել էր այդ օրը։ Հավաքների օրգանիզատորների միջև վեճերը, քաղաքական ուժերի գաղտնի բաժանումները, անձնական հակառակությունները, որոնք արդեն սկսում էին քայքայել շարժումը ներսից։ Նա գրում էր անուններով,
ամսաթվերով, խոսակցությունների մանրամասն արձանագրություններով։ Նա գրում էր այնպես, կարծես փորձում էր պահել ապացույցներ ապագա դատարանի համար, կամ թերևս պարզապես փորձում էր հասկանալ, թե ինչպես է մի շարժում, որը սկսվել էր մաքուր նպատակներով, արագ վերածվում քաոսի։ Նրա մերձավոր բարեկամներից մեկը հիշում է մի երեկո 1991 թվականին, երբ Սիլվան ասաց նրան մի բան, որը երբեք չէր կրկնել հրապարակավ։ Նրանք նստած էին Սիլվայի տան փոքրիկ խոհանոցում, թեյ էին խմում, եւ Սիլվան հանկարծ շրջվեց դեպի իր ընկերուհին եւ հարց տվեց. Մենք պայքարեցինք անկախության համար, բայց արդյոք մենք պատրաստ էինք դրան։ Արդյոք մենք գիտեինք, թե ինչպես կառավարել մեր սեփական երկիրը, թե պարզապես ցանկանում էինք ազատվել Մոսկվայից, առանց մտածելու, թե ինչ կլինի հետո։ Ընկերուհին ասում է, որ նա չէր իմացել, թե ինչ պատասխանել, եւ Սիլվան շարունակել է. Մենք ազատվեցինք, բայց հետո եկան այն մարդիկը, ովքեր օգտագործեցին մեր հույսերը իրենց սեփական իշխանության համար։ Եվ այժմ ես տեսնում եմ, որ մեր երեխաները փախչում են այս երկրից, որտեղ իրենց տատիկներն ու պապերը թաղված են։ Փախչում են, որովհետև այստեղ ապագա չկա։ Այդ խոսակցությունից մի քանի շաբաթ հետո նա նորից նստեց իր օրագրիվի առջև եւ գրեց ամբողջ երկար գիշեր, մինչև լուսաբացը։ Ընկերուհին գտավ նրան քնած իր աշխատասեղանի վրա, գլուխը դրված բաց նոութբուքի վրա, եւ երբ զգուշությամբ շարժեցրեց նրան, տեսավ էջերը, որոնք ծածկված էին անվանումներով, ամսաթվերով, մեղադրանքներով։ Երբ 1994 թվականին Սիլվան դարձավ Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պաշտոնական Երևանը տոնեց այդ իրադարձությունը որպես ազգային հաջողություն։ Նրա պատկերը հայտնվեց թերթերի առաջին էջերում, հեռուստատեսային ծրագրերը ցույց տվեցին նրա կյանքի պատմությունը, դպրոցներում կազմակերպվեցին հատուկ դասեր նվիրված նրա գործերին։ Բայց նրա ամենամոտ մարդիկը հիշում են, որ Սիլվան այդ պարգևը ընդունեց մեծ դարագուսանքով։ Մի ընկերուհի պատմում է, որ Սիլվան նրան ասել է. «Նրանք ինձ պարգևներ են տալիս, որպեսզի ես լռեմ։ Նրանք մտածում են, որ եթե ինձ դնեն պատվավոր պաշտոններում, ես չեմ քննադատի նրանց կոռուպցիան, չեմ գրի նրանց գործած հանցագործությունների մասին։ Բայց նրանք սխալվում են»։ Այդ նույն տարվանից Սիլվան սկսեց ավելի բաց խոսել, հրապարակայնորեն իշխանությունների քննադատության մասին։ Իր հարցազրույցներում նա սկսեց հղում անել կառավարության անարդարությանը, կոռուպցիայի մասին, երիտասարդների էմիգրացիայի մասին։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նրա խոսքերը հրապարակվում էին, վերնախավից գալիս էին զանգեր, դյուրաթափանց սպառնալիքներ, որ նա պետք է ավելի զգույշ լինի։ Մի առավոտ 1997 թվականին Սիլվան արթնացավ եւ հասկացավ, որ նրա տունը հսկվում է։ Նրա դուստրը, ով այցելել էր նրան այդ օրը, հիշում է, թե ինչպես էր մայրը նրան պատուհանին կանչել եւ ցույց տվել փողոցում կանգնած մեքենան, որը չէր շարժվում։ Դուստրն ասաց, որ գուցե պարզապես պատահական մեքենա է, բայց Սիլվան շարժեց գլուխը եւ ասաց. «Նրանք այնտեղ են արդեն 3 օր։ Նրանք ուզում են, որ ես իմանամ, որ նրանք տեսնում են ինձ։ Սա ապագայի զգուշացումն է»։ Դուստրը սարսափեց եւ հարցրեց, թե արդյոք պետք է իրենք ոստիկանություն զանգեն, բայց Սիլվան միայն ծիծաղեց դառնությամբ եւ ասաց. «Ոստիկանությունը պատկանում է նրանց։ Ում ես զանգելու»։ Այդ օրը Սիլվան նստեց իր աշխատասեղանի առջև եւ գրեց իր օրագրում ամենախիստ էջերից մեկը, որտեղ մանրամասն նկարագրեց, թե ինչպես է իշխանությունը վերածվել ազգային անվտանգության համակարգի, որն ուղղված է ոչ թե արտաքին թշնամիների դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ, ովքեր համարձակվում են խոսել ճշմարտությունը։ Բայց Սիլվայի պատմության ամենամութ բաժինը սկսվում է 1998 թվականից, երբ նա տեսավ, որ անկախ Հայաստանը չէր դառնում այն երազած երկիրը, որի համար նա պայքարել էր։ Մի նախկին կառավարական պաշտոնյա, ով այժմ ապրում է արտերկրում եւ համաձայնվել է խոսել միայն անանուն, պատմում է, որ Սիլվան հանդիպումներ էր ունենում բարձրագույն պաշտոնյաների հետ, որտեղ նա փորձում էր դրանց բացատրել, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։ Այդ պաշտոնյան հիշում է մի հանդիպում 2000 թվականին, երբ Սիլվան մտավ կառավարական շենք եւ խնդրեց մի ժամ ժամանակ խոսելու մի նախարարի հետ։ Նա պատմեց նրան այն մասին, ինչ տեսել էր իր ճանապարհորդություններում երկրի մարզերում։ Մարդիկ, ովքեր ապրում էին աղքատության մեջ, երեխաներ, ովքեր չունեին հնարավորություն կրթություն ստանալ, ընտանիքներ, որոնք ստիպված էին ծախել իրենց ամբողջ սեփականությունը, որպեսզի ուղարկեն իրենց որդուն Ռուսաստան աշխատանքի։ Նախարարը լսեց միայն մի քանի րոպե, ապա ընդհատեց նրան եւ ասաց. «Սիլվա,
Դուք չեք հասկանում տնտեսագիտությունը։ Մենք անում ենք այն, ինչ հնարավոր է։ Սիլվան կանգնեց եւ ասաց. Ես հասկանում եմ մեկ բան. դուք փորձում եք փրկել ձեր սեփական իշխանությունը եւ ոչ թե ժողովրդին։ Այդ օրը նա վերադարձավ տուն եւ գրեց իր օրագրում. Ես կորցրել եմ հավատը, որ այս իշխանությունը կփրկի Հայաստանը։ 1990 թվականի փետրվարի 26-ին, հենց 10 տարի անց Գորբաչովի հետ այն պատմական հանդիպումից, որն իրականում ոչինչ չփոխեց, Սիլվան նստած էր իր տան խոհանոցում եւ նայում էր հեռուստատեսորով ցույց տրվող լուրերին, որտեղ խոսում էին Արցախյան պատերազմի ավարտից հետո երկրի վիճակի մասին։ Նրա դուստրը, ով այդ պահին այնտեղ էր, հիշում է, որ Սիլվան լսեց մի քանի րոպե, ապա անջատեց հեռուստացույցը եւ ասաց. Նրանք ստում են։ Պատերազմը վերջացավ, բայց մենք չվերջացրինք խնդիրները։ Մենք պարզապես վերադարձանք նոր ձևի։ Այդ երեկոն նա գրեց իր օրագրում երկարեջեր, որոնք ամփոփում էին 10 տարվա դիտարկումները, ինչպես է Արցախյան շարժումը, որը սկսվել էր որպես իրական ժողովրդական շարժում, վերածվել քաղաքական կլան-կլանների պայքարի, ինչպես են բաժանվել ղեկավարները մեկը մյուսի դեմ, ինչպես են յեհին խորհրդային էլիտաները վերադարձել նոր անունների տակ եւ վերցրել իշխանությունը։ Նա գրեց. Մենք կարծում էինք, որ անկախությունը բերելու է ազատություն, բայց մենք փոխարինեցինք մի բռնատիրությունը մյուսով։ Եվ այս նոր բռնատիրությունը ավելի վտանգավոր է, որովհետև այն խոսում է մեր սեփական լեզվով եւ պնդում է, որ գործում է մեր անունից։ 1999 թվականի աշնանը Սիլվայի առողջությունը սկսեց վատանալ։ Նրա ընտանիքը նկատեց, որ նա քիչ է քնում, քիչ է ուտում, անցկացնում է ամբողջ գիշերները գրելով իր օրագրերում։ Մի օր նրա որդին գտավ նրան քնած իր աշխատասեղանի վրա, եւ երբ փորձեց արթնացնել նրան, Սիլվան բացեց իր աչքերը եւ ասաց. Ես պետք է վերջացնեմ այս օրագրերը։ Ես պետք է գրեմ ամեն ինչ մինչև ավարտը, որպիսի ապագա սերունդները իմանան ճշմարտությունը։ Որդին հարցրեց, թե ինչու է դա այդքան կարևոր, եւ Սիլվան պատասխանեց. որովհետև պաշտոնական պատմությունը միշտ ստում է։ Պաշտոնական պատմությունը միշտ պատմում է հաղթողների պատմությունը եւ ոչ թե այն մարդկանց պատմությունը, ովքեր կորցրին ամեն ինչ։ Այդ խոսքերից մի շաբաթ հետո նա նորից սկսեց քննադատել հրապարակավ կառավարության քաղաքականությունը, այս անգամ ավելի ուժգնորեն, քան երբևէ։ Հարցազրույցներում նա սկսեց անվանել անուններ, նշել կոնկրետ դեպքեր կոռուպցիայի, խոսել այն մասին, թե ինչպես են իշխանությունները օգտագործում Արցախյան պատերազմի հերոսականությունը որպես քողարկում իրենց սեփական գործարքների համար։ Այդ խոսքերի համար վճարը եկավ արագ։ 2000 թվականին նրան կանչեցին պաշտոնական հանդիպման, որտեղ նրան ասվեց, որ նա պետք է կանգ առնի իր քննադատական հարցազրույցներից, կամ էլ իշխանությունները կստիպված լինեն ձեռնարկել միջոցներ։ Սիլվան հարցրեց, թե ինչպիսի միջոցներ, եւ նրան պատասխանեցին, որ դա կախված է նրանից, թե որքան հեռու կգնա նրա քննադատությունը։ Նա վերադարձավ տուն եւ գրեց իր օրագրում. Այժմ հասկանում եմ, որ նրանք վախենում են ոչ թե ինձանից, այլ ճշմարտությունից, որը ես գիտեմ։ Նրանք վախենում են, որ ես կպատմեմ ամեն ինչ, եւ այդ պատճառով նրանք փորձում են ինձ լռեցնել, բայց ես չեմ լռելու։ Այդ գիշերը նա շարունակեց գրել մինչև լուսաբացը, եւ երբ նրա ընտանիքը արթնացավ, նա դեռ նստած էր իր աշխատասեղանի առջև, բաց նոութբուքի հետ, լցված էջերով, որոնք պարունակում էին անուններ, անսատվեր, մեղադրանքներ։ 2004 թվականի գարնանը, երբ Երևանում սկսվեցին օպոզիցիոն ցույցերը, Սիլվան աջակցեց ցուցարարներին հրապարակային հայտարարություններով։ Նա գրեց բաց նամակ, որտեղ պնդում էր, որ ժողովուրդն ունի իրավունք խոսելու իր դժգոհությունների մասին եւ որ իշխանությունները պետք է լսեն, այլ ոչ թե ճնշեն։ Բայց երբ ոստիկանությունը սկսեց ցրել ցուցարարներին ուժի միջոցով, երբ նա տեսավ հեռուստատեսությամբ ցույց տրվող պատկերները երիտասարդների, ովքեր ծեծվում էին փողոցներում, նա որոշեց, որ չի կարող լռել։ Նա վերցրեց Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը շնորհվել էր նրան 80 տարեկանում, գրեց նամակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վերադարձրեց պարգևը։ Նամակում նա գրեց. Ես չեմ կարող գրել այն պարգևը, որն իրեն շնորհում է իշխանությունը, որը հրապարակում է ցուցարարների, իր երեխաների, իր ժողովրդի կրակով։ Այդ ժեստը դարձավ սենսացիա։ Թերթերը գրեցին այդ մասին, հեռուստատեսային ծրագրերը քննարկեցին այդ որոշումը, իշխանությունները փորձեցին նվազագույնի հասցնել դրա նշանակությունը։
Բայց Սիլվայի ամենամոտ մարդիկը հիշում են, որ նրա համար դա չէր միայն պոլիտիկական ժեստ, դա էր նրա ողջ կյանքի հաշիվը այն ընտրության, որը նա կատարել էր 1945 թվականին, երբ որոշել էր լինել համակարգի մասը, հուսալով, որ նա կարող է փոխել դրան ներսից։ 2005 թվականին Սիլվայի առողջությունը լրջորեն վատացավ, բայց նա չդադարեց գրել իր օրագրերում։ Նրա ընտանիքը տեսավ, որ նա արդեն բավական հոգնած է, բայց միշտ վերադառնում է այդ նոութբուքների մոտ։ Կարծես դրանք եղել են նրա միակ կապը ճշմարտության հետ։ Մի օր նրա որդին հարցրեց նրան, թե ինչու է նա այդքան կարևորում այդ օրագրերը, եւ Սիլվան պատասխանեց. Որովհետև մի օր, երբ ես այլևս չլինեմ, եւ պաշտոնական պատմությունը կսկսի գրել իմ մասին, նրանք կասեն, որ ես եղել եմ վերնախավի հավատարիմ ծառը, ով միշտ աջակցել է իշխանություններին։ Բայց այդ օրագրերը կցույց տան ճշմարտությունը, որ ես տեսել եմ ամեն ինչ, որ ես գիտեի, թե ինչ էին անում նրանք, եւ որ ես վերջում դավաճանեցի նրանց, որովհետև նրանք արդեն իսկ դավաճանել էին իմ ժողովրդին։ Այդ խոսքերը մնացին նրա որդու հիշողության մեջ, եւ երբ Սիլվան մահացավ 2006 թվականի օգոստոսի 26-ին, նրա որդին հասկացավ, որ այդ օրագրերը եղել են նրա մոր վերջին պատգամը ապագա սերունդներին։ Նա խնամքով հավաքեց բոլոր նոութբուքները, փակեց դրանք երկաթե տուփում եւ թաղեց իր տան նկուղում, որտեղ նրանք մնացին հաջորդ 10 տարիները, սպասելով այն պահին, երբ Հայաստանը կլինի պատրաստ լսելու ճշմարտությունը։ 2002 թվականի աշնանը, երբ Սիլվայի անձնական բժիշկը մտավ նրա տուն պլանային զննման համար, նա նկատեց մի բան, որը նախկինում երբեք չէր տեսել։ Պոետեսայի ձեռքերը դողում էին, երբ նա բաժակ էր բարձրացնում։ Նրա աչքերի տակ էին մութ շրջագծեր, եւ նրա մաշկը ձեռք բերել էր մի տարօրինակ մոխրագույն երանգ։ Բժիշկը հարցրեց, թե արդյոք նա լավ է քնում, եւ Սիլվան միայն ժպտաց դառնությամբ առանց պատասխանելու։ Բժշկի անձնական նոթերում, որոնք հետագայում գտնվեցին նրա արխիվում, գրված է. Հիվանդը ցուցաբերում է խիստ հոգնածության նշաններ, արյան ճնշումը բարձր է, սիրտը աշխատում է անկանոն ռիթմով։ Երբ հարցրի նրան իր օրվա ռեժիմի մասին, նա ասաց, որ գիշերները գրում է օրագրեր եւ քնում է միայն 3-4 ժամ։ Երբ կարգադրեցի նրան հանգստանալ, նա ասաց. «Հանգիստը կգա, երբ ես վերջացնեմ այն, ինչ պետք է վերջացնել»։ Այդ օրից բժիշկը սկսեց այցելել ավելի հաճախ, բայց ամեն անգամ նկատում էր, որ Սիլվայի վիճակը վատանում է։ Նրա մարմինը դանդաղորեն քայքայվում էր, ոչ թե ֆիզիկական հիվանդության պատճառով, այլ այն ծանրության տակ, որը նա կրում էր իր հոգու մեջ։ 61 տարի իշխանության մոտ, 61 տարի պատասխանատվության տակ, 61 տարի նայելու, թե ինչպես են իր երազանքները մի առ մի քայքայվում։ Նրա մերձավոր ընկերուհիներից ու հիներից մեկը հիշում է, որ 2002 թվականից սկսած Սիլվան սկսել էր խոսել մահվան մասին։ Ոչ թե վախով, այլ մի տարօրինակ հանգստությամբ, կարծես դա եղել է արդեն նախասահմանված։ Մի երեկո նրանք նստած էին միասին, եւ Սիլվան հանկարծ ասաց. «Գիտես, ինչ է ամենավատ բանը ծերանալու մեջ։ Ոչ թե այն, որ մարմինը դադարում է աշխատել, այլ այն, որ դու տեսնում ես, թե ինչպես է քո երկիրը, որի համար դու տվել ես ամբողջ կյանքդ, դանդաղորեն մեռնում, եւ դու ոչինչ չես կարող անել դրա համար»։ Ընկերուհին փորձեց հանգստացնել նրան, ասել, որ Հայաստանը կվերապրի, որ միշտ էլ այդպես է եղել, բայց Սիլվան շարժեց գլուխը եւ ասաց. «Այս անգամ տարբեր է։ Այս անգամ մենք չունենք արտաքին թշնամի, որին կարող ենք մեղադրել։ Այս անգամ թշնամին ներսում է, եւ նա կրում է մեր սեփական դեմքերը»։ Նրա ֆիզիկական վիճակը վատանում էր յուրաքանչյուր ամիս։ Նրա դուստրը հիշում է, թե ինչպես էր մայրը դառնում ավելի եւ ավելի նիհար, թե ինչպես էր նրա քայլքը դառնում դանդաղ եւ անկայուն։ Երբ նա քայլում էր սենյակում, նրա ձեռքերը հենվում էին կահույքի վրա, կարծես նա վախենում էր, որ ընկնելու է։ Բժիշկները խորհուրդ տվեցին հոսպիտալացում, բայց Սիլվան մերժեց։ Նա ասաց. «Ես պետք է մնամ տանը։ Ես պետք է լինեմ մոտ իմ օրագրերին»։ Այդ օրագրերը դարձան նրա հիմնական կապը կյանքի հետ։ Երբ նա չէր գրում, նա կարդում էր այն, ինչ արդեն գրել էր, կարծես փորձում էր հիշել, թե ինչու էր սկսել այս ամբողջ ճանապարհը։ Երբ նրա որդին գտավ նրան մի օր քնած իր աշխատասեղանի վրա, բաց նոութբուքի հետ, նա տեսավ, որ մայրը գրել էր մի նախադասություն բազմիցս, ամբողջ էջի վրա. «Ես պետք է պատմեմ ճշմարտությունը։
Ես պետք է պատմեմ ճշմարտությունը։ Ես պետք է պատմեմ ճշմարտությունը։ Բայց ինչով էր պայմանավորված այդ ֆիզիկական քայքայումը։ Արդյոք միայն տարիքը եւ հոգնածությունը, թե ավելի խորը, ավելի մութ գաղտնիք։ Նրա բժիշկը հետագայում ասաց, որ Սիլվայի մարմինը արձագանքում էր ոչ թե տարիքի, այլ քրոնիկ սթրեսի եւ անքնության, աննորմալ մակարդակի։ Նա գրեց. Հիվանդը ապրում է մշտական լարվածության մեջ։ Երբ ես նրան հարցրի, թե ինչից է նա վախենում, նա ասաց. Ես չեմ վախենում ինձ համար։ Ես վախենում եմ, որ չեմ հասցնի ավարտել այն, ինչ սկսել եմ։ Այդ խոսքերը մնացին բժշկի հիշողության մեջ, եւ երբ Սիլվան մահացավ 4 տարի հետո, բժիշկը հասկացավ, որ այն գործը, որի մասին նա խոսում էր, եղել են այդ 7 նոթբուքները, որոնք հետագայում անհետացան։ Արդյոք նա իմանում էր, որ ինչ որ մեկը փնտրում է դրանք։ Արդյոք դրա համար էր, որ նա այդքան շտապում էր ավարտել։ Հայաստանի ազգային արխիվում երկրորդ հարկի 4-րդ սենյակում գոյություն ուներ հատուկ դարակ, կոդ ՍԿ մասնավոր։ Այդ դարակում պահվում էին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Սիլվա Կապուտիկյանին, նրա պաշտոնական նամակագրությունը կառավարական մարմինների հետ, նրա հարցազրույցների գրառումները, նրա հրապարակային ելույթների տեքստերը։ Բայց 2007 թվականին, երբ մի պատմաբան հարցում ներկայացրեց տեսնելու այդ դարակի բովանդակությունը, նրան ասվեց, որ որոշ փաստաթղթեր բացակայում են։ Ճշգրտորեն 107 էջ, որոնք սկզբում գրանցված էին կատալոգում, այլևս չեն գտնվում այնտեղ։ Երբ պատմաբանը հարցրեց, թե ուր են այդ էջերը, արխիվի տնօրենը միայն ուսերը թոթովեց եւ ասաց, որ հավանաբար դրանք տեղափոխվել են այլ բաժին։ Բայց պատմաբանը չհավատաց։ Նա սկսեց հետաքննություն, հարցաքննեց արխիվի աշխատակիցներին եւ վերջապես գտավ մի հին պահպանին, ով հիշում էր, թե ինչ էր տեղի ունեցել։ Այդ պահպանը, ով այժմ կենսաթոշակառու է եւ համաձայնվեց խոսել միայն անանուն պայմանով, պատմեց, որ 2007 թվականի մարտին, հենց 7 ամիս անց Սիլվայի մահից, 3 տղամարդիկ եկան արխիվ ուշ երեկոյան, երբ շենքն ամայի էր։ Նրանք ցույց տվեցին պաշտոնական թուղթ, որտեղ գրված էր, որ նրանք ունեն իրավունք մուտք գործելու ՍԿ մասնավոր դարակը։ Պահպանը չէր կարող հրաժարվել։ Նա բացեց նրանց սենյակը, եւ նրանք մնացին այնտեղ 3 ժամ։ Երբ նրանք դուրս եկան, նրանք կրում էին 2 փոքր արկղ, որոնք ծանր էին։ Պահպանը փորձեց հարցնել, թե ինչ են նրանք վերցրել, բայց նրանցից մեկը միայն ասաց. «Դա կարգադրություն է վերևից, դուք ոչինչ չեք տեսել այսօր»։ Պահպանը հիշում է, որ հաջորդ օրը, երբ նա ստուգեց կատալոգը, նա նկատեց, որ որոշ էջեր անհետացել են։ Բայց երբ փորձեց հայտնել դրա մասին, նրան ասվեց, որ նա սխալվում է, որ այդ էջերը երբեք գոյություն չեն ունեցել։ Բայց ինչ էր այդ էջերում։ Պահպանը հիշում է, որ մի քանի տարի առաջ, երբ դարակը դեռ ամբողջական էր, նա պատահականորեն կարդաց մի քանի էջ։ Այդ էջերում եղել են Սիլվայի գաղտնի նամակներ կառավարական պաշտոնյաներին, որտեղ նա քննադատում էր կոնկրետ որոշումներ, նշում անուններ, պատմում կոռուպցիայի դեպքերի մասին։ Եղել են նաև նամակներ, որոնք գրված էին նրան եւ որտեղ անանուն մարդիկ զգուշացնում էին նրան, որ պետք է լռի։ Մի նամակում գրված էր. «Սիլվա ջան, դուք չգիտեք, թե ում հետ եք խաղում։ Այս մարդիկ կարող են ոչնչացնել ձեզ եւ ձեր ընտանիքը, եթե դուք շարունակեք խոսել»։ Բայց Սիլվան չէր լռել։ Պահպանը հիշում է մի այլ նամակ, որտեղ Սիլվան պատասխանել էր այդ սպառնալիքներին. «Ես ապրել եմ 87 տարի եւ ես երբեք չեմ վախեցել մահվանից։ Ես վախենում եմ միայն մի բանից՝ լռելուց, երբ պետք է խոսել»։ Այդ նամակները բոլորը անհետացան այդ գիշեր։ Արդյոք պատահական է, թե ինչ որ մեկը ցանկանում էր թաքցնել ապացույցները, որ Սիլվան իմացել է շատ բան, որը չպետք է իմանար։ Բայց արխիվում անհետացած էջերը միայն մի մասն էին պատմության։ Նույն ժամանակ, երբ տղամարդիկը տանում էին փաստաթղթերը ազգային արխիվից, Սիլվայի տանը տեղի էր ունենում մեկ այլ տարօրինակ իրադարձություն։ Նրա որդին, ով այդ ժամանակ ապրում էր մայրիկի տանը, հիշում է, որ մի գիշեր նա արթնացավ տարօրինակ ձայներից։ Երբ նա իջավ ստորին հարկ, տեսավ, որ աշխատասենյակի դուռը բաց է, թեև նա հավատում էր, որ երեկոյան փակել էր այն։ Նա մտավ ներս եւ նկատեց, որ մի քանի դարակներ բաց էին, իսկ հադագին ցրված էին թղթեր։ Նա վախեցավ եւ դիմեց ոստիկանություն։ Բայց երբ ոստիկանները եկան, նրանք միայն գրանցեցին հայտը եւ ասացին, որ հավանաբար եղել է պարզ ճարպոտություն։ Բայց որդին հիշում է, որ ոչինչ չէր գողացվել, ոչ գումար, ոչ թանկարժեք իրեր,
Ոչինչ։ Միայն մայրիկի աշխատասեղանը խառնված էր, եւ երբ նա փորձեց գտնել մի քանի հատուկ նոութբուքներ, որոնք մայրիկը միշտ պահում էր դարակի վերին դարակում, նա չգտավ դրանք։ Այդ նոութբուքները, ըստ որդու, եղել են այն օրագրերը, որտեղ Սիլվան գրել էր իր ամենահիմնական մտքերը։ Տարիներ շարունակ որդին համարում էր, որ գողերը վերցվել են դրանք պատահականորեն, չգիտենալով նրանց արժեքը, բայց հիմա նա կասկածում է այլ բան։ Նա ասում է. Ես հավատում եմ, որ այդ մարդիկը եկան հենց այդ նոութբուքների համար։ Նրանք գիտեին, թե ինչ են փնտրում, եւ նրանք գիտեին, որ մայրիկս գրել է այնտեղ այնպիսի բաներ, որոնք չպետք է երբևէ լույս տեսնեն։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ով էր ուղարկել այդ մարդկանց։ Արդյոք իշխանությունները, ովքեր վախենում էին, որ Սիլվայի օրագրերը կարող են պարզել նրանց գաղտնիքները։ Արդյոք մասնավոր անձիկ, ովքեր համոզված էին, որ նրանց անուններն հիշատակված են այդ էջերում։ Կամ թերևս ինչ-որ մեկը, ով ուզում էր պաշտպանել Սիլվայի հիշատակը եւ համարում էր, որ այդ օրագրերը կարող են քայքայել նրա ժառանգությունը։ 107 էջը ազգային արխիվից եւ 7 նոութբուքները Սիլվայի տանից, բոլորը անհետացան նույն ամսում։ Արդյոք դա պատահականություն է, թե կոորդինացված օպերացիա։ Միանգամայն հստակ է միայն մի բան. ինչ որ մեկը ցանկանում էր, որ Սիլվայի ամբողջական ճշմարտությունը երբեք չպատմվի։ Եվ այդ մեկը ուներ բավականաչափ իշխանություն եւ միջոցներ, որպիսի մուտք գործի պետական արխիվ, մասնավոր տուն եւ ոչնչացնի աբացույցները առանց հետքի թողնելու։ Պահպանը հիշում է, որ երբ նա տեսավ այդ տղամարդկանց փաստաթղթերը տանելիս, նրանցից մեկը շրջվեց դեպի նա եւ ասաց. «Մոռացեք այն, ինչ տեսաք այսօր։ Դա ավելի լավ է ձեզ համար եւ ձեր ընտանիքի համար»։ Այդ սպառնալիքը մնաց պահպանի հիշողության մեջ 17 տարի։ Արդյոք ժամանակը եկել է պատմելու, թե ինչ է իրականում պատահել այդ գիշեր։ Բայց ինչ էր այդ կորած օրագրերում, որ այդքան վտանգավոր էր համարվում։ Հավանաբար պատասխանը կրկին կրկնվում է այն, ինչ տեղի էր ունենում երկրում այն տարիներին։ Երբ Սիլվան գրում էր իր վերջին էջերը, նա տեսնում էր մի համակարգ, որը դանդաղորեն կերում էր երկիրը ներսից։ Եվ գուցե հենց այդ համակարգի մասին էր նա գրում, անուններով, ամսաթվերով, ապացույցներով։ Երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը հրապարակեց իր նախագահության առաջին տարվա տնտեսական արդյունքները 2000 թվականի դեկտեմբերին, ոչ ոք չնկատեց մի տարօրինակ մանրամասն։ Պաշտոնական հաշվետվությունում ասվում էր, որ 2000 թվականին երկրի տնտեսության աճը կազմել է 6%, եւ որ այդ աճը հիմնականում եղել է շինարարության ոլորտում։ Բայց ով էին այդ շինարարները, ովքեր հանգարց ստացան հսկայական pedagogan պատվերներ։ 2 տարի հետո մի հետաքննող լրագրող հրապարակեց մանրամասն հոդված, որտեղ ցույց տվեց, որ այդ շինարարական ընկերությունների 80%-ը պատկանում էր մի փոքր խմբի, մարդիկ, ովքեր բոլորը ուներին կապեր նախագահի ընտանիքի հետ։ Շինարարական պատվերները, սկսած դպրոցներից մինչև ճանապարհներ, բոլորը տրվում էին նույն մարդկանց, եւ գները միշտ նրանց ներգրավվածությանն արտացոլում էին բավականաչափ ավելացված։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հաջորդ 20 տարիների ընթացքում այդ փոքր խումբը վերածվեց իրական օլիգարխիայի, որը վերահսկում էր գրեթե ամբողջ երկրի տնտեսությունը, սկսած էներգետիկայից մինչև մթերքի ներմուծում, բանկային համակարգից մինչև մեդիան։ Ամեն անգամ, երբ պետությունը հրապարակում էր նոր խոշոր նախագիծ, դրա կոնտրակտները վերջում ընկնում էին նույն ձեռքերում։ Ամեն անգամ, երբ հարկային ծառայությունները սկսում էին հետաքննություն որևէ ընկերության դեմ, հետաքննությունը անսպասելիորեն դադարում էր, եթե այդ ընկերությունը պատկանում էր ճիշտ մարդկանց։ Ամեն անգամ, երբ լրագրողները փորձում էին հետաքննել կոռուպցիայի դեպքերը, նրանք բախվում էին պատին, փաստաթղթերը անհետանում էին, վկաները փոխում էին իրենց պատմությունները, դատավորները մերժում էին գործերը։ Եվ Սիլվան տեսավ այս ամենը։ Նրա գրառումներից մեկում, որը հիշում է նրա ընկերուհին, գրված էր. նրանք բաժանում են երկիրը։ 2006 թվականի հունիսի երկրորդ կեսին Սիլվայի անձնական բժիշկը ստացավ զանգ ժամը 3-ին գիշերվա։ Զանգահարողը Սիլվայի որդին էր։ Ձայնը սարսափից դողում էր։ Նա ասաց, որ մայրիկը չի կարողանում շնչել, որ նրա շուրթերը կապտել են, որ նա փորձել է օգնություն կանչել, բայց մայրիկը բռնել է նրա ձեռքը եւ մի բան ակնարկել է, թե ոչինչ չանի։
Բժիշկը հասավ 20 րոպեում, եւ երբ նա տեսավ Սիլվային, նա անմիջապես հասկացավ, որ սրտի արհիմատակազմը խախտված է, որ մարմինը սկսել է մերժել իր հիմնական գործառույթները։ Նա սկսեց արագ օժանդակություն տրամադրել, բայց Սիլվան ձեռքով մերժեց նրան։ Բժիշկը հիշում է, թե ինչպես էր Սիլվան նայում նրա աչքերի մեջ եւ փորձում խոսել, բայց խոսքերը դուրս չէին գալիս։ Միայն շրթներն էին շարժվում եւ բժիշկը մոտեցավ լսելու։ Սիլվան շշնջաց միայն 3 բառ. «Օրագրերը պահեք անանուն»։ Այդ ընթացքում, մինչ բժիշկը փորձում էր կայունացնել նրա վիճակը, որդին գտավ նրա աշխատասեղանի դարակում ծրարած փաթեթ, փակցված թանձր կորիճ ժապավենով։ Երբ նա բացեց այն, ներսում էին 3 նոութբուք եւ նամակ։ Նամակում գրված էր. «Եթե դու կարդում ես սա, նշանակում է ես այլևս չկամ։ Այս օրագրերը պահիր, բայց երբեք մի ցույց տուր ոչ ոքի, մինչև չգտնես մարդու, ում կարող ես լիովին վստահել։ Այստեղ գրված է ամեն ինչ, ինչ ես տեսել եմ վերջին 15 տարիներին։ Անուններ, ամսաթվեր, խոսակցություններ։ Դա ապացույցն է, որ մեր երկիրը դավաճանված է ոչ թե արտաքին թշնամիների, այլ իր սեփական որդիների կողմից»։ Որդին ավարտեց կարդալ, նայեց դեպի մայրիկը, որը կիսազգաս էր պառկած մաց մահճի վրա, եւ հասկացավ, որ նա տարիներ շարունակ պատրաստվել է այս պահին։ Նա ամբողջ կյանքը գիտեր, որ մի օր չի հասցնի պատմել ամեն ինչ բարձրաձայն, եւ դրա համար էր պահպանել այդ գաղտնի արխիվը։ Բայց ինչու էին այդ օրագրերը այդքան կարևոր։ Որդին սկսեց կարդալ, եւ այն, ինչ նա տեսավ, նրան սառեցրեց։ Առաջին նոութբուքում Սիլվան մանրամասն նկարագրել էր 1999 թվականից մինչև 2000 թվականը, ինչպես էր Արցախյան շարժման ղեկավարությունը բաժանված ներքին խմբակների, ինչպես էին որոշ ղեկավարներ գաղտնի հանդիպումներ անցկացնում արտասահմանյան բիզնեսմենների հետ, ինչպես էր սկսվում օլիգարխիայի կառուցումը։ Երկրորդ նոութբուքում գրված էր 2001-ից մինչև 2003-ը, ինչպես էին նոր իշխանությունները բաժանում երկրի ակտիվները, ինչպես էին պետական ընկերությունները վաճառվում ընկերական գներով նրանց մերձավորներին։ Երրորդ նոութբուքը եղել է ամենավտանգավորը։ Սիլվան գրել էր անուններ, կոնկրետ գումարներ, բանկային հաշիվներ արտասահմանում։ Նա նկարագրել էր, թե ինչպես էր մի նախարար գնահատել նախագահին պատկանող շինարարական ընկերության ավելի քան 1500 բիզնես պայմանագիր 1 տարվա ընթացքում, թե ինչպես էր այդ գումարը հետո դեղաբոխվել Շվեյցարիայի բանկ։ Որդին փակեց նոութբուքը եւ հասկացավ, թե ինչու էր մայրիկը այդքան վախեցած վերջին ամիսներին։ Նա հասկացավ, թե ինչու էր նա ասում, որ նրա տունը հսկվում է։ Նա հասկացավ, թե ինչու էին անհետացել արխիվի փաստաթղթերը եւ այլ 4 նոութբուքները։ Ինչ որ մեկը փնտրում էր այս ապացույցները եւ մայրիկը փորձում էր պահել վերջին մնացածը։ Բայց արդյոք նա հասկանում էր, որ դրանով վտանգի տակ է դրել իր կյանքը։ Արդյոք դա էր պատճառը, որ նրա սիրտը վերջապես հանձնվեց, չկարողանալով տանել այդ ծանրությունը։ 2006 թվականի հուլիսի 30 առավոտյան, 1 ամիս անց բժշկի այն գիշերային կանչից, Սիլվայի տուն եկավ այցելու, ում նա երբեք չէր սպասում։ Այդ այցելուն 35 տարեկան տղամարդ էր, ով ներկայացավ որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Նա ցույց տվեց իր նույնականացման քարտը եւ ասաց, որ ուզում է մի քանի րոպե խոսել Սիլվայի հետ։ Սիլվայի դուստրը, ով այդ պահին այնտեղ էր, հարցրեց, թե ինչի մասին է խոսքը, բայց տղամարդը միայն կրկնեց, որ դա անձնական հարց է։ Սիլվան թեև թույլ էր, համաձայնվեց ընդունել նրան։ Դուստրը մնաց դրան ետևում եւ փորձեց լսել, բայց խոսակցությունը շրջվում էր շշուկով։ 10 րոպե հետո տղամարդը դուրս եկավ, նրա դեմքը լարված էր, եւ նա անմիջապես հեռացավ առանց հրաժեշտ տալու։ Երբ դուստրը վազեց մոտ մորը, Սիլվան նստած էր իր աթոռին, աչքերը փակ, ձեռքերը դողում էին։ Դուստրը հարցրեց, թե ինչ էր ուզում այդ մարդը, եւ Սիլվան բացեց աչքերը եւ նայեց նրան երկար անձնագիր։ Ապա ասաց. Նա ուզում էր իմանալ, թե ինչ եմ գրել իմ օրագրերում։ Նա ասաց, որ որոշ մարդիկ մտահոգված են, որ ես հրապարակել եմ գաղտնի տեղեկություններ, որոնք կարող են վնասել ազգային անվտանգությանը։
Երբ ես հարցրի, թե ինչպիսի տեղեկություններ, նա ասաց. «Դուք գիտեք, թե ինչի մասին ես խոսում»։ Դուստրը սարսափեց եւ հարցրեց, թե արդյոք մայրիկը վտանգի մեջ է, բայց Սիլվան միայն ծիծաղեց դառնությամբ։ Նա ասաց. «Ես 87 տարեկան եմ, տարիներ շարունակ սպասել եմ այս պահին։ Նրանք ուշացել են։ Ամեն ինչ, ինչ պետք է գրեի, արդեն գրված է»։ Այդ օրը Սիլվան հրամայեց որդուն, որ վերցնի այն 3 նոութբուքները եւ թաքցնի դրանք մի վայրում, որտեղ ոչ ոք երբեք չի գտնի։ Որդին հարցրեց. «Ինչու»։ Եվ Սիլվան պատասխանեց. «Որովհետև նրանք կվերադառնան»։ Այս անգամ դա էր զգուշացումը, բայց հաջորդ անգամ նրանք կգան առանց հարցնելու։ Որդին չհասկացավ լիովին, բայց նա էլ չէր ուզում վիճել հիվանդ մոր հետ։ Նա վերցրեց նոութբուքները, փաթաթեց դրանք ջրակայուն նյութի մեջ եւ այդ գիշեր գնաց իր տատիկի հին տուն, որը արդեն տարիներ շարունակ դատարկ էր։ Այնտեղ, հին տնակի նկուղում, մի անկյունում, որտեղ ոչ ոք երբեք չէր նայում, նա փորեց փոքր փոս եւ թաղեց փաթեթը։ Նա լրացրեց հողով, ծածկեց հին տախտակներով եւ միայն հետո զգաց, թե ինչ էր արել։ Նա թաղել էր իր մոր ամբողջ կյանքի աշխատանքը հողի մեջ, ճիշտ այնպես, ինչպես տատիկը երբեմն թաղել էր իր կնիքը վանի հողում։ 2 շաբաթ հետո Սիլվայի վիճակը կտրուկ վատացավ։ Բժիշկները ասացին, որ սիրտը հնձում է դիմանալ, որ թոքերը լցվում են հեղուկով։ Նրանք խորհուրդ տվեցին հոսպիտալացում, բայց Սիլվան կրկին մերժեց։ Նա ասաց, որ ուզում է մեռնել իր տանը, ոչ թե սպիտակ պաստառների եւ թթու դեղորայքի հոտով լի սենյակում։ Այդ վերջին 2 շաբաթների ընթացքում նա շատ հազվադեպ էր խոսում։ Երբ նրա մերձավոր ընկերները եկան հրաժեշտ տալու, նա միայն բռնում էր նրանց ձեռքերը եւ փակում աչքերը։ Բայց մի երեկո, երբ նրա ամենահին ընկերուհին եկավ, Սիլվան հանկարծ բացեց աչքերը եւ ասաց. «Պատմիր նրանց։ Երբ ես մեռնեմ, պատմիր նրանց, որ ես չզղջացի։ Ես անում էի այն, ինչ պետք է, եւ եթե նորից ունենայի հնարավորություն, կրկին կանեի նույնը»։ Ընկերուհին լաց եղավ, բայց Սիլվան լաց չէր լինում։ Նրա աչքերը չոր էին, կարծես նա արդեն տարիներ շարունակ արտասվել էր ամբողջ արցունքները։ 2006 թվականի օգոստոսի 26 առավոտյան, երբ Սիլվայի որդին մտավ նրա սենյակ, նա անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել է։ Սիլվան պառկած էր անշարժ, շնչառությունը խիստ թույլ էր։ Որդին մոտեցավ եւ բռնեց նրա ձեռքը, որը սառը էր։ Նա կանչեց մորը, բայց Սիլվան չբացեց աչքերը։ Որդին վազեց զանգահարել շտապ օգնության, բայց երբ վերադարձավ սենյակ, նա տեսավ, որ մայրիկի շուրթերը շարժվում են, կարծես փորձում է ինչ-որ բան ասել։ Նա մոտեցավ շատ մոտ, ականջը դրեց նրա շուրթերի մոտ եւ լսեց վերջին խոսքերը։ Սիլվան շշնջաց. «Հայրենիք, մեր երեխաները, ներեցեք»։ Շտապ օգնությունը հասավ 15 րոպե հետո, բայց բժիշկները կարողացան միայն արձանագրել այն, ինչ արդեն տեղի էր ունեցել։ Ժամը 11-ին Սիլվա Կապուտիկյանի երկրային ճանապարհը ավարտվեց իր տանը, շրջապատված իր երեխաների եւ թոռների։ Նրա որդին հետագայում կասի, որ մոր վերջին շնչառությունը եղել է երկար եւ խաղաղ։ Կարծես նա վերջապես ազատվել է այն ծանրությունից, որը կրել էր տասնամյակներ շարունակ։ Դուստրը կասի, որ մոր դեմքը մահից հետո ձեռք էր բերել մի տարօրինակ հանգստություն, որը երբեք չէր տեսել նրա կենդանության օրերին։ Մահվան մասին լուրը տարածվեց արագ։ Հեռուստատեսությունները ընդհատեցին իրենց ծրագրերը, ռադիոկայանները սկսեցին հեռարձակել նրա բանաստեղծությունները։ Նախագահը հայտարարեց ազգային սուգ, իսկ կառավարությունը որոշեց, որ Սիլվան պետք է թաղվի Կոմիտասի Պանթեոնում, ազգի մեծերի կողքին։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու, պաշտոնյաներից մինչև պարզ քաղաքացիներ։ Բայց նրա ամենամերձավոր ընկերները տեսան մի այլ պատկեր։ Նրանք տեսան նախարարներ, ովքեր եկան ցույց տալու իրենց ներկայությունը, բայց ում աչքերում չկար իրական վիշտ։ Տեսան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր խոսում էին հոգեհարազատ խոսքեր, բայց ում հետ Սիլվան վերջին տարիներին խստորեն պայքարել էր։ Թաղման օրը, օգոստոսի 28-ին Երևանի փողոցները լցված էին մարդկանցով։ Շքախումբը շարժվեց դեպի Պանթեոն, եւ ճանապարհի երկայնքով մարդիկ կանգնած էին լուռ։ Բայց Սիլվայի որդին, ով քայլում էր անապատի ետևից,
մտածում էր այլ բանի մասին։ Նա մտածում էր այն 3 նոութբուքների մասին, որոնք թաղված էին հողում։ Մտածում էր, թե ինչ կլիներ, եթե հիմա, այստեղ, այս բոլոր մարդկանց առջև նա հաներ այդ նոութբուքները և կարդար բարձրաձայն։ Եթե նա պատմեր ճշմարտությունը, որը մայրիկը այդքան զգույշ պահպանել էր։ Բայց նա չարեց դա։ Նա հասկանում էր, որ ժամանակը դեռ չէր եկել, որ երկիրը դեռ պատրաստ չէր լսելու։ Եվ ամենակարևորը, նա վախենում էր ոչ թե իր համար, այլ իր երեխաների համար, ովքեր ապրում էին այն երկրում, որտեղ ճշմարտությունը դեռևս վտանգավոր էր։ Սիլվա Գաբուդիկյանի մահից հետո նրա ընտանիքը փորձեց վերադառնալ սովորական կյանքի։ Որդին շարունակեց աշխատել իր աշխատանքում, դուստրերը վերադարձան իրենց ընտանիքներին։ Բայց նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ մի բան անավարտ էր մնացել։ Այդ 3 նոութբուքները, որոնք թաղված էին հողում, մնացին որպես չբացահայտված գաղտնիք։ Տարիներ անցան, և երկիրը շարունակեց փոխվել։ Նոր իշխանություններ եկան, հին պաշտոնյաները հեռացան։ Բայց համակարգը, որի մասին Սիլվան գրել էր իր օրագրերում, մնաց։ Օլիգարխները, ովքեր սկսել էին իրենց վերելքը 90-ականներին, այժմ վերահսկում էին գրեթե ամբողջ տնտեսությունը։ Երիտասարդները շարունակում էին հեռանալ երկրից, հազարավոր ընտանիքներ բաժանվում էին, և Հայաստանը դանդաղորեն դառնում էր մի երկիր միայն տարեցների և հիշողությունների համար։ Նրանք, ովքեր օգտվեցին Սիլվայի լռությունից, շարունակեցին իրենց կյանքը առանց հետևանքների։ Պաշտոնյաները, որոնց անունները գրված էին այդ օրագրերում, ստացան նոր պաշտոններ, նոր հարստություններ։ Բիզնեսմենները, ովքեր կապված էին կոռուպցիայի սխեմաների հետ, դարձան հարգված բարերարներ, բաց անում էին բարեգործական հիմնադրամներ և տվում հարցազրույցներ հայրենասիրության մասին։ Իսկ այն մարդիկը, ովքեր փորձեցին անհետացնել Սիլվայի օրագրերը, երբեք չպատժվեցին, որովհետև երբեք չբացահայտվեց, թե ովքեր էին նրանք։ Համակարգը պաշտպանեց իր սեփականներին, ինչպես միշտ էլ արել էր։ Բայց Սիլվայի ընտանիքը պահեց հավատը։ Նրա որդին, որը հիմա արդեն 60 տարեկան է, դեռևս հիշում է այն վայրը, որտեղ թաղեց նոութբուքները։ Երբեմն գիշերների խորությամբ նա մտածում է գնալու և հանելու դրանք։ Մտածում է գտնելու հավատարիմ լրագրող կամ պատմաբան, ում կարող է վստահել այդ ապացույցները։ Բայց ամեն անգամ, երբ նա պատրաստվում է քայլ անել, նա հիշում է մոր վերջին խոսքերը. «Գտիր ինչ-որ մեկին, ում կարող ես լիովին վստահել»։ Եվ նա դեռևս չի գտել այդ մարդուն։ Ամեն օր նա արթնանում է մի երկրում, որտեղ ճշմարտությունը դեռևս վտանգավոր է, որտեղ նրանք, ովքեր խոսում են բարձրաձայն, դեռևս դաժանաբար դադարեցվում են։ Եվ նա սպասում է այն օրվան, երբ Հայաստանը վերջապես պատրաստ կլինի լսելու այն, ինչ նրա մայրը փորձեց պատմել իր ողջ կյանքի ընթացքում։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան. ո՞վ էր իրականում կանգնած այն բոլոր դեպքերի հետևում, որոնք Սիլվան փորձեց փաստագրել։ Ո՞վ էին այն մարդիկը, ովքեր խլեցին երկիրը և դարձրին այն մասնավոր սեփականություն։ Եվ ամենակարևորը, արդյոք երբևէ հնարավոր կլինի բացահայտել ճշմարտությունը, թե այն մնալու է թաղված հողում, ճիշտ այնպես, ինչպես այդ 3 նոութբուքները, սպասելով այն օրվան, երբ ինչ-որ մեկը համարձակություն կունենա պեղելու և ցույց տալու աշխարհին։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ով են իրական հանցագործները, ովքեր քայքայեցին մի ժողովրդի երազանքները։ Եվ արդյոք այդ հանցագործները երբևէ կպատասխանեն իրենց արածների համար, թե նրանք կշարունակեն ապրել իրենց հարստությունների և իշխանությունների յունների մեջ, մինչ նրանց զոհերի երեխաները փախչում են եզրագծից, փնտրելով ապագա այլ երկրներում։